Այսօրվա խոսքս համ նոր մարդկանց համար է, ովքեր նոր են ապաշխարել, համ էլ հների, ովքեր երկար ժամանակ հավատքի մեջ են, ու նաև նրանց համար էլ է, ովքեր դեռ իրենց կյանքը չեն տվել Աստծուն։ Դրա համար ուզում եմ մի հարցով սկսեմ, այդ հարցը տալիս եմ թե ձեզ, թե ինձ։ Ուրեմն հարցս հետևյալն է. ինչի համար ենք մենք հավաքվել։ Ինչի համար ենք մենք հավաքվում։ Իհարկե գիտեմ բոլորի մտքով էլ անցնում է Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ ամեն։ Հարցս ուրիշ կողմ եմ ուզում տանել։ Ինչի ենք մենք հավաքվում ամեն անգամ։ Ինչի ենք ամեն անգամ անում փառաբանություն։ Ինչի ենք ամեն անգամ աղոթք անում։ Ինչի այս ամեն ինչը կրկվում ու մենք էլ գալիս ենք։ Ու ինչի համար եմ այս հարցը տալիս։ Որովհետև ժամանակ առ ժամանակ, երբ որ մի բանը մենք անընդհատ անում ենք, այն դառնում է սովորություն։ Օրինակ, եթե նկատել եք հասարակ բան, ատամ լվալը։ Մենք փոքր ժամանակ մեզ ստիպում էին ատամ լվալու։ Մենք զորով անում էինք, հետո մի քիչ մեծացանք, մենք էինք մեզ ստիպում, ու գնալով այն հեշտացավ, ու էլ արդեն ստիպողաբար չի։ Մենք անում ենք ինքնաբերաբար։ Ու այդպեսի շատ բաներ դառնում են ինքնաբերաբար։ Օրինակ, եթե մեկը որոշի այսօր, որ ինքը պետք է սկսի 10 ժիմ անել։ Սկզբում իր համար դժվար կլինի, ամենայն դեպս որոշ մարդկանց համար։ Հետո մի որոշ ժամանակ հետո այն կհեշտանա ու կդառնա սովորություն։ Հիմա ապաշխարելուց հետո մենք ապաշխարում ենք, գալիս ենք եկեղեցի։ Մեր սիրտը վառվում է, մենք ուզում ենք ծառայենք։ Բաներ ենք անում, ծառայություններ ենք վերցնում, երբեմն անում ենք ուրախությամբ, երբեմն զոռով, փառաբանում ենք երբեմն ուրախությամբ, երբեմն զոռով, աղոթում ենք երբեմն ուրախությամբ, երբեմն զոռով, բայց մենք անում ենք։ Ու հնարավոր է, որ այդ ամեն ինչը, ինչ որ մենք անում ենք, ինքը դառնա սովորություն։ Դրա համար այսօրվա խոսքս մի քիչ սթափեցնող է հների համար եւ զգուշացնող նորերի համար։ Մենք ամեն առավոտ ինչ որ ոնց որ նշվեց 5:30-ից մինչև ժամը 7-ը աղոթք ենք անում։ Եկեղեցին, մեր եկեղեցին աղոթող եկեղեցի է, փառք Աստծո։ Ու մենք աղոթում ենք արդեն մոտավոր 2 տարուց ավել։ Ամեն օր արթնանում ենք 5:30-ից 7-ը։ Որոշները կարողացան մեկը մի ամիս մասնակցեց, մեկ երկու հանդիմանություն չվերցնեք, բայց շարունակում ենք։ Կարևորը եկեղեցին շարունակում է աղոթել։ Բայց աղոթքների ժամանակ էլ ես աղոթում եմ Տեր, այն ինչ որ մենք անում ենք, թող չդառնա ծիսակատարություն։ Թող չդառնա, որ մենք անում ենք ուղղակի անելու համար։ Հնարավոր է, որ մենք ընթանում ենք, անում ենք ու այն դառնա սովորություն ու ուղղակի։ Ու այնքան որ ու դա շատ կարևոր է, որ մենք անընդհատ մենք այս հարցը տանք։ Այսօր մենք ստեղ ենք։ Ինչի համար։ Ես անում եմ արդեն ինքնաբերաբար, թե ես անում եմ իրոք զգալով այն ինչ որ ուզում եմ անեմ։ Հնարավոր է, որ մենք այդ հարցը տալով մենք հասկանանք, արդյոք մենք ընկել ենք սովորության, ավտոմատացման ծուղակը։ Այսօր տեսեք աշխարհը շարժվում է իր հունով, ավտոմատացված, չեն էլ գիտակցում ինչ են անում, ուր են գնում, ավտոմատացված իրանք գնում են։ Ու հնարավոր է, որ հոգևոր կյանքում էլ մենք մեզ քննենք, որ հնարավոր է, ռուսերեն ասած, մեր մոտ դարձել է պրիվիչկա ուղղակի, անընդհատ նույն բանը անել, անգամ հոգևոր կյանքում։ Ուրեմն հայտնության 2:4-ում Աստված Եփեսոսի եկեղեցուն ասում է. քեզ մի բան ունեմ ասելու, առաջին սերը թողել ես։ Հիշիր որտեղից ընկար, վերադարձիր, առաջին սերը թողել ես։ Հիշիր որտեղից ընկար, վերադարձիր, ապաշխարիր, նայեք, առաջի սեր։ Ինձ թվում է այստեղ բոլորը վերապրել են, համարյա բոլորը վերապրել են առաջի սիրո զգացմունքը։ Ինչ է կատարվում, կամ ընդհանրապես սիրո զգացմունքը, ինչ է կատարվում։ Մարդը ուզում է անել, տալ, անխնա, առանց մտածել, առանց տարակուսել, ինքը ուզում է անի, ինքը ուզում է գործի։ Աստվածաշունչը առաջի սերը համեմատում է մեր ապաշխարության հետ։ Երբ որ մենք ապաշխարում ենք, կրակոտ ենք լինում,
գալիս ենք եկեղեցի, մտածում ենք հեսա ամբողջ աշխարհը փոխելու ենք, մենք ենք որ քարոզելու ենք, մենք ենք որ հեսա բոլորին փրկելու ենք, մեր բարեկամներին փրկելու ենք, բոլորին, որովհետև մեր մեջ վառվում է, գետերը հոսում են, դա առաջի սերն է։ Ու մենք անելով դա, անում ենք, գնում ենք, ու երբ որ այդ ամեն ինչը մեր հավատքի կյանքում դառնում է ավտոմատացված, ուղղակի սկզբում մենք գալիս ենք վառվելով եկեղեցի, հետո ուղղակի գալիս ենք եկեղեցի, որտեղ պետք է գանք։ Արդեն մեր ներաշխարհը հասկացել է, որ դա է նորման ու անում է տենց։ Ու մենք էլ հաշիվ չենք տալի, մենք ինչ ենք անում, ուղղակի անում ենք։ Ոնց որ սկզբից ասեցի, ատամ լվալու պես։ Ու մենք շատ կարևոր է, որ մենք քննենք։ Ու երբ որ քննենք, մենք կհասկանանք մեր առաջի սերը թողել ենք, թե չէ։ Արդյոք մենք ուղղակի ենք անում։ Եթե մենք ուղղակի անում ենք մեր հավատքի կյանքը, եթե ես ստեղից ուղղակի եմ քարոզում, ուղղակի քարոզելու համար, եթե մենք փառաբանում ենք ուղղակի փառաբանելու համար, որ այդպես է ձևը եկեղեցու, ամեն ինչ անիմաստ է դառնում։ Առաջի սերը թողած ենք լինում։ Դրա համար Տերը ասում է՝ նայի որտեղից ընկար։ Իսկ նոր հավատացյալների, նոր վառվողների սա զգուշացում է, որ շատ լավ է, բայց զգուշ եղեք, որ այն չդառնա ուղղակի, որովհետև շատ հավատացյալներ գնալով այդ քարի վրա կանգնեցին, մնացին նույնի վրա, առանց իրենց հաշիվ տալու։ Ինչ եմ հիմա ես անում, ոնց եմ իմ Տիրոջը փառաբանում։ Ես այսօր մասնակցում եմ փառաբանության, երգում ենք ուղղակի, հալելույա։ Թե ես հաշիվ եմ տալիս, որ ես հիմա երկինք ու երկիր ստեղծող աղարիչ Աստծու առաջ կանգնած փառաբանում եմ։ Ես այսօր քարոզում եմ, Տեր, ես քո ժողովրդի առաջ եմ քարոզում, թե ես ուղղակի եկել եմ խոսալու։ Այսօր ChatGPT-ին ասես մի հատ քարոզ գրի, ինքը քեզ այնց քարոզ կգրի կտա, որ կասես վաու։ Այսինքն մենք շատ կարևոր է, որ հավատացյալը միշտ ինքը իրան հաշիվ տա, որ չդառնանք ձայն հանող ծնծաղա, որ չանենք ուղղակի անելու համար, այլ անընդհատ, Տեր, հիմա ես ինչ եմ անում։ Այն ինչ որ անում եմ, արդյոք դու կաս այդտեղ, թե չկաս։ Ու տենց հաշիվ տալով մենք կապաշխարենք, կգնանք, կվերադառնանք ու նորից կվերապրենք մեր առաջի սերը։ Տեսեք, Աստված ամուսիններին ասում է. սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն եւ տվեց իր կյանքը։ Իսկ կանանց ասում է հնազանդվեք ձեր ամուսիններին։ Ես դե մարդկային տեղ չեմ գնում, այլ ուզում եմ գնամ հոգևոր դաշտ։ Եթե Քրիստոսը տղամարդն է, իսկ կինը եկեղեցին։ Տղամարդուն ասում է սիրիր կնոջը, իսկ կնոջը հնազանդվի։ Ուրեմն Աստծո պահանջը եկեղեցուց ի՞նչն է, որպեսզի կինը եկեղեցին հնազանդվի տղամարդուն, այսինքն Տիրոջը։ Հիմա մենք մեզ նորից հաշիվ տալով, մենք ինչպես ենք հնազանդվում որպես եկեղեցի, մեր Տիրոջը։ Ինչպես է մեր հնազանդությունը։ Նկատել եք, երբ որ մեկը քեզ պետք է հնազանդվի ինչ-որ գործի բնույթով, ենթադրենք դու ունես աշխատող, ու ինչ-որ մեկը քեզ պետք է հնազանդվի։ Նկատել ես, որ ինչ-որ մեկը քեզ զզվելով է հնազանդվում, ստիպված է հնազանդվում, ու կամ մեկը, որ քեզ սիրելով, հարգելով հնազանդվում է։ Ինչպես տարբերություն։ Չէ՞։ Ու նույն կերպ էլ մենք, երբ որ մեզ քննենք, կհասկանանք, մենք ինչի համար ենք Տիրոջը հնազանդվում։ Ստիպված, թե մենք սիրում ենք Տիրոջը, ու դրա համար հնազանդվում ենք։ Ու ինչքան էլ հիմա մենք քարոզենք, խոսենք, գնանք առաջ, քարոզիչները ինչքան էլ խոսեն, մենք պտտվելու ենք առաջին ու երկրորդ ուխտերի մեջ։ Հին կտակարան, նոր կտակարան։ Մեր Աստվածաշունչն էլ կազմված է հին ու նոր կտակարաններից։ Մենք անընդհատ պտտվելու ենք հին ու նորի շուրջը։ Հին կտակարանը, հին ուխտը մեզ տրվեց օրենքով։ Օրենքով, Մովսեսի ձեռքով։ Երբ որ Մովսեսը բարձրացավ սարը, Տիրոջ հետ դեմ առ դեմ խոսելով, Տերը տախտակների վրա գրեց 10 պատվիրանը, հետո նաև Մովսեսի ձեռքով գրել տվեց մոտ 613 օրենք, օրենքի կետեր։ Եվ մարդիկ շարժվում էին օրենքով։ Ինչ է նշանակում, ինչ էր նշանակում այդ օրենքը։ Մարդիկ առանց հասկանալ, ուզենալով թե չուզենալով, իրանք ուղղակի պետք է անեն։
Առանց մտածելու օրենք էր դրված, դու հասկանում ես օրենքը, չես հասկանում, գրած է, պետք է անես։ Իսկ այդպես չէ, նոր կտակարանում։ Հիսուս Քրիստոսի գալուց հետո Աստված ասեց. ես իմ խոսքերը, իմ օրենքները կգրեմ իմ ժողովրդի, իմ զավակների սրտի տախտակների վրա։ Ամեն։ Եվ որպեսի մենք հասկանանք, որպեսի կարողանանք հասկանանք դա ոնց է կատարվում, պետք է նաև քննենք, հասկանանք ինչ է նշանակում, երբ որ Աստված ասում է, ես իմ օրենքները գրելու եմ նրանց սրտի տախտակների վրա։ Երբ որ Աստված ասում է, իմ օրենքները կգրեմ սրտի տախտակների վրա, դա նշանակում է, որ մենք դրանից հետո շարժվելու ենք ըստ Սուրբ Հոգու ներկայության։ Քննենք, հասկանանք դա որն է, երբ որ Աստված իր խոսքը, իր պատվիրանները գրում է մեր սրտի տախտակների վրա։ Դա կատարվում է ապաշխարությամբ։ Երբ որ մարդ ապաշխարում է, ընդունում է, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է իր մեղքերի համար ու երրորդ օրը հարություն առել, նա ունենում է Սուրբ Հոգի։ Տերը ու իր հոգին դնում է մեր սրտի մեջ։ Ու երբ որ Տերը իր հոգին դնում է մեր սրտի մեջ, մեր սրտի վրա գրվում են Տիրոջ օրենքները։ Այսինքն, մենք անում ենք այն, ինչ որ անում ենք ըստ Սուրբ Հոգու կարգադրության։ Երբեմն կստացվի ապաշխարելուց հետո, որ բաներ ես անում ու քեզ տանում է տրտմության։ Դա նշանակում է, որ Տերը քո մեջ է, դու օրենքը խախտել ես, բայց դա արդեն սիրո օրենքն է։ Եվ մենք մեր կյանքը կառուցում ենք երկու ձևով։ Կամ մենք կառուցում ենք հին օրենքներով, ըստ գրվածքի, ըստ գրի, կամ մենք մեր կյանքը կառուցում ենք ըստ սիրո օրենքի, որը որ Սուրբ Հոգին է մեր մեջ։ Նայեք, բայց հնարավոր է, որ մենք երբ որ ապաշխարում ենք, սկսենք Սուրբ Հոգով, սկսենք ճիշտ, ճշմարիտ, ճիշտ գնանք առաջ, բայց հետո կանգնենք ու գնանք էլի գրի։ Շատ է ստացվում, երբ որ մենք մի փոքր իմաստուն ենք դառնում հոգևոր դաշտում ու արդեն սկսում ենք գիրը պրպտել ու սկսել գրով շարժվել։ Այդպես գաղատացիներին Պողոս առաքյալը գրում է. հիմար գաղատացիներ, ձեզով գայթակղեց, հոգով սկսել էիք, ուզում եք մարմնով ավարտեք։ Այսինքն, երբ որ առաքյալը քարոզել էր, որ հոգով պետք է ընթանաք, ապաշխարել էին, ամեն ինչ լավ էր, գնում էր առաջ։ Եվ հետո մի պահ իրանք որոշեցին, որ պետք է արդեն օրենքներ պահեին։ Հերիք չէր, որ իրանք էին պահում, ոմանց էլ ստիպում էին, որ այդ օրենքները պահեին։ Կարդացել եք կամ լսել եք, որ գրված է. գիրը սպանում է, հոգին կենդանացնում։ Ինչ է դա նշանակում։ Նայեք, եթե մենք այսօր հավաքվել ենք ստեղ, որովհետև գրված է մեկտեղ հավաքվելը մի թողեք, դա սպանում է մեզ։ Դա լավ է, որ հավաքվում ենք, բայց եթե մենք անում ենք ըստ գրի, որ ինչա թե գրված է, մենք մեռնում ենք։ Եթե ուզում եք ասեք, ուզում ենք հասկանանք ինչ է նշանակում սպանելը, հոգևոր սպանվելը։ Դավիթ թագավորը Սաղմոսների մեջ 78:34-ում ասում է. երբ որ սպանում էր, հետ էր դառնում, իր ժողովրդի մասին է խոսքը։ Երբ որ Տերը սպանում էր, հետ էին դառնում ու սկսում էին երկրպագել։ Եթե սպանում էր, ինչպես կարող էին հետ դառնալ։ Այսինքն, գիրը սպանում է մինչև այդ ասի հոգին կենդանացնում։ Եթե մենք գրով ենք շարժվում, եթե մենք անում ենք ինքնաբերաբար, ուղղակի անում ենք անելու համար, ավտոմատացված, մենք մեռնում ենք։ Ու երբ որ գալիս է այդ մեռած վիճակը, նկատել եք այդ մեռած վիճակը, որ դու տրտմում ես ու էլ ոչինչ չես ուզում։ Դա մեռած վիճակն է, սպանված վիճակն է։ Ու այդ ժամանակ, երբ որ դու իրոք ճշմարիտ ձևով ես տրտմում, Աստված քեզ տանում է դեպի ապաշխարության։ Ու երբ որ ասում է սպանում էր, հետ էին դառնում ու փնտրում էին Տիրոջ երեսը։ Հնարավոր է մենք ընթացքից գնալով մեռնենք։ Հոգևոր ձևով մի որոշ ժամանակ։ Մենք պետք է հիշենք, որ սա երբ որ տրտմություն գա ձեր մոտ ու գալիս է բոլորիս մոտ, ուղղակի հիշեք, որ սա նրա համար է, որ ես մի հատ հետ դառնամ ու նորից առաջի սերը սկսվի, ու նորից գնամ Տիրոջ առաջ, ու նորից փառաբանեմ Տիրոջի իմ անկեղծ սրտով։ Մարդը, ընդհանրապես մարդը, ինքը սովորում է ամեն ինչի։
Ամեն ինչի մարդը սովորում է հիվանդությանը, մարդը սովորում է առողջությանը, մարդը սովորում է աղքատությանը, մարդը սովորում է հարստությանը, մարդը սովորում է ամեն ինչի, ամեն օր սովորում է Եվրոպային, սովորում է Հայաստանին, ամեն տեղ, ամեն երկրում։ Մարդը Աստվածը տենց է ստեղծել։ Եվ հոգևոր կյանքը դա բացառություն չի, որ մենք էլ կարող է ուղղակի ընկնենք սովորության մեջ ու ամեն ինչ անենք ըստ սովորության մեջ, ու ըստ սովորության եկեղեցի գնալ, քարոզել, ինչ-որ մեկը նկարել, ինչ-որ մեկը երգ դնել, ինչ-որ մեկը փառաբանել, ու այդ ամեն ինչը կարա լինի արդեն ուղղակի, այնքան որ ավտոմատացված։ Ես ուզում եմ տանեմ նրան ժողովուրդ, որ մենք անընդհատ կապ չունի դու ինչ ես անում, կոֆե ես դնում, նկարում ես, քարոզում ես, ինչ ուզում ես արա, ամեն ինչ Հռոմեացիների 12-րդ գլխում անենց լավ է Պողոսը ներկայացնում, որ ամեն մեկ ինչ որ եկեղեցում շարժվում է, դա Սուրբ Հոգով է, ու կարևոր չի, մեկը մեկից չի տարբերում, ամեն ինչը Սուրբ Հոգով է կատարվում։ Ստեղի կանգնածը նրանից ինչ որ բանով առավել չի, բայց շատ կարևոր է, որ մենք հետ դառնանք ու տեսնենք մենք ինչի ենք անում։ Արդյոք մենք մեր առաջի սիրո մեջ ենք։ Արդյոք մենք անում ենք հանուն Աստծո, թե ուղղակի։ Աստված նայում է մեր սրտի դիրքին։ Հնարավոր է, երբ որ դու տրտմած ես, մտածես ես Աստծուց հեռու եմ։ Բայց չէ։ Ես խոսեցի, որ այդ տրտմությունը Աստված տանում է դեպի ապաշխարության։ Ու Աստված նայում է սրտի դիրքին։ Ու այնպես էլ չի, որ դու ուրախ ես, ուրեմն ամեն ինչ լավ է։ Ուրեմն դու Աստծո մեջ ես ու Աստված քեզ հանդիմանելու ոչինչ չունի։ Այտենց չի։ Հեսա մի օրինակ կբերեմ, որ այտենց չի։ Ուրեմն Փարիսեցին եւ Մաքսավորը Հիսուսի բերած օրինակը անգամ ֆիլմերում է տեսած կլնեք։ Փարիսեցին ասում էր շնորհակալ եմ, որ ես այսպես չեմ, այնպես չեմ, տասանորդս տալիս եմ, ողորմություններս տալիս եմ, չեմ շնանում, մեր լեզվով ասած չեմ ծխում, չեմ խմում, լրիվ այս Մաքսավորի նման չեմ։ Կարծես թե կատարյալ հավատացյալ չէ։ Հիմա եթե մենք տեսնում ենք մեկին, այս չի անում, այն չի անում, այն չի անում, հա ասում ենք, ինչ կատարյալ հավատացյալ է, որ այս ամեն ինչը չի անում։ Բայց դու արի մի ասա, որ Աստված այդպես չի։ Մեր Աստված սրտին է նայում։ Աստված չի նայում, որ մեկը չի ծխում, չի խմում, ուրեմն վատն է, մեկը որ ոչ ծխում է, ոչ խմում, ուրեմն ինքը վերջն է։ Չէ, այտենց բան չկա։ Աստված գիտի մարդու սիրտը։ Ու Աստված մարդ չի, որ նայի ըստ մարդու դրսի պահվածքի ու կեցվածքի։ Աստված նայում է քո սրտին։ Աստված գիտի, թե դու հանուն ինչ որ անում ես, հանուն ում ես անում, ինչի ես անում, ցուցադրական ես անում, թե հանուն Աստծո ես անում։ Հիշում եք, երբ որ երիտասարդը եկավ, Աստծուն հարցրեց. «Ինչ անեմ, որ փրկվեմ, Տեր»։ Հիսուսը ինչ պատասխանեց։ Ասեց օրենքները գիտես, օրենքը պահի կփրկվես։ Ասեց Տեր մանկուց պահել եմ դրանք։ Ասեց քեզ մի բան է մնում։ Խնդրում եմ ստեղ ուշադիր լինեք։ Ասում է քեզ մի բան է մնում։ Ունեցվածքը ծախի ու հետևի, արի ինձ հետևի։ Ստեղ դառավ երկու բան։ Հիմա ո՞րն էր մի բանը։ Ստեղ բանալի բանը ժողովուրդ, բանալի բառը դա ինձ հետևինն էր։ Ես վստահ եմ, երբ որ այդ հարուստ երիտասարդը, որ տրտմեց իր հարստության շատության համար, եթե ինքը իր հարստությունով էլ գար Տիրոջ մոտ, ասեր Տեր, ես իմ փողով, իմ գիտելիքով, իմ ամեն ինչով մեկը քեզ եմ ծառայելու, ես վստահ եմ, որ Տերը ընդունելու էր։ Ու ընթացքում էլ այդ ամեն ինչը ծառայելու էր Տիրոջ փառքի համար։ Այսինքն այստեղ կարևորը Տիրոջ հետևելն է։ Կհարցնեք որտեղից դու այդքան համոզված գիտես, որ հարցը փողը չէր։ Ուրեմն ասեմ, առաջի Կորինթացիների 13:3 Պողոս առաքյալն ասում է, եթե ունեցվածքս վաճառեմ ու տամ աղքատներին, մարմինս անգամ տամ այրվելու, այն ինչ կա չկա որ անեմ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Ամեն։ Այսինքն առաքյալը մեզ ասում է հարցը
փողը չէր։ Հարցը Քրիստոսին հետևելն է ու անկեղծ սրտով Քրիստոսին հետևելն է։ Դա է ամենակարևոր կետը։ Մի քիչ ավելի խորը գնանք։ Ուրեմն հիշում եք Մովսեսի պատմությունը։ Ուրեմն Մովսեսին Աստված օգտագործեց Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսի ստրկությունից։ Ով որ գիտեմ, որ հին հավատացյալները անգիր գիտեն, հնարավոր անգամ հոգնեցուցիչ լինի այդ նույնը լսելը, բայց նոր մեր մեջ մարդիկ են լինում, որ նոր են ու իրանց համար էլ եւս պետք է կրկնել։ Իսրայելի ժողովուրդը ստրկության մեջ էր ու Աստված ուղարկեց Մովսեսին իր մարգարեին ու ասեց Իսրայելի իմ ժողովրդին հանի Եգիպտոսից ու տարավ դեպի Քանան, դեպի հանգստի երկիր։ Ու այդ ընթացքում, երբ որ Մովսեսը Տիրոջ հետ շփվում էր, անգամ ինքը այն մարգարեն էր Մովսեսը, որ իր դեմքից փայլ էր դուրս գալի, որովհետև ինքը դեմ առ դեմ շփվում էր Աստծո հետ։ Ինքը Տիրոջ փառքը տեսավ։ Ու այդ դեպքում Տիրոջ մարգարեի դեմքին անգամ մարդիկ տեսնում են, որ փայլ է գալիս։ Ես ինչի համար եմ սա նկարագրում մանրամասն, որ դուք պատկերացնեք, թե ով էր Մովսեսը։ Դեմ առ դեմ շփվում էր ու իրանով եղավ օրենքը, իրանով տրվեց առաջի օրենքը։ Ու այդ մարգարեի մասին, Մովսեսի մասին գրված է, որ Աստված արգելում է մտնել Քանանի երկիր։ Ասում է դու կտեսնես, բայց դու չես մտնի։ Հարց է առաջանում, լավ։ Եթե այդ մարգարեն է ինքը, շատ հզոր մարգարե, Աստծուն դեմ առ դեմ տեսնող, ոնց այդ մարգարեն չմտավ Քանանի երկիր։ Ոնց ինչ որ մի փոքր բանի համար գրված է, որ ջղայնացավ Մովսեսը, խփեց քարին, ջուրը դուրս եկավ ու այդ պատճառով ասեց չես մտնելու Քանանի երկիր։ Ու գիտեք ինչ ասեց, ասեց բարձացի սարի վրայից նայի Քանանի երկիրը կտեսնես, բայց չես մտնի, որպեսզի ավելի պարզ լինի Քանանի երկիրը խորհրդանշում է Տիրոջ ներկայությունը, դրախտը, այն որտեղ որ մենք պետքա գնանք, երկնքի արքայությունը։ Ասեց տես, բայց չես մտնի։ Հիմա մի ուրիշ տեղ, ուրեմն Կորինթացիների երկրորդ Կորինթացիների 3:15 գրված է. Մինչև հիմա երբ Մովսես են կարդում, նայեք գրած է Մովսես են կարդում։ Ինչ է նշանակում Մովսես են կարդում։ Այս ապրեք, օրենք են կարդում։ Մինչև հիմա եթե օրենք են կարդում։ Հիմա մենք պետքա մի քիչ խորնա, պետքա խորանակ, մտքերները տանեք։ Ուրեմն Աստված ասում է Մովսեսը չի մտնելու Քանան։ Հետո մի տեղ համար են բերում, որ ասում է երկրորդ Կորինթացիներին մինչև հիմա Մովսես են կարդում։ Եթե մենք տեղերով անունները փոխենք, օրենքը չմտավ Քանան։ Պատկերացրեցիք։ Երբ որ Մովսեսին ասեց կկանգնես սարի վրայից կնայես, բայց չես մտնի, օրենքը գալիք բաների պատկերն ունենալով մեզ ցույց է տալիս արդարության ճանապարհը, ցույց է տալիս Քանանի երկիրը, բայց չի մտնում Քանանի երկիր։ Պատկերացրիք, օրենքը ինքը Եբրայեցիների 11 ավելի լավ է կարդամ։ Օրենքը գալիք բարիքների ստվերն ունենալով եւ ոչ թե բաների բուն կերպարանքը երբեք չէր կարող տարեց տարի շարունակ մատուցվող զոհերով մատուցողներին կատարյալ դարձնել։ Այսինքն այն պատկերներ կատարելության։ Բայց այն չմտավ Քանանի երկիր։ Դրա համար մենք Աստվածաշունչը ժողովուրդ այնքան խորն է, որ մենք ուղղակի հասարակ կարդում ենք։ Մովսեսը չմտավ Քանանի երկիր։ Ու անցնում ենք։ Բայց ինքը մարգարե էր, Տիրոջ հետ խոսացող մարդ, մորենու մեջի տեսած, Աստծուն տեսած մարդ, այդ մարգարեին չթողի մի տեսակ չի ստացվում, բայց երբ որ քննում ես Աստծո խոսքը, դրա համար մեր հավատացյալների համար ու նորահավատները այս ամեն ինչը լսելով կհասկանան, թե Աստվածաշունչը ինչ մեծ գանձ է։ Ու երբ որ դու պտտում ես Աստվածաշունչը, դու գանձեր ես գտնում, ու այդ գանձերը աշխարհի գանձերի հետ չես փոխի։ Ինքը քո սիրտը այնքան է ուրախացնում, որ դու մի բան հասկացել ես, թե Տերը ինչ էր թաքցրել։ Ու դու ամեն ինչ թողում ես ու քեզ հետաքրքիր է լինում մենակ այդ գանձերը։ Դրա համար կխնդրեմ ձեզ, երբ որ Աստվածաշունչը բացեք, սկսեք կարդալ։ Ամենայն թեթև բաներն է, որ կարդում եք։ Խորացեք, տեսեք ինչի համար Աստված է ուզում։ Որովհետև ինքը տիեզերական գիրք է, ինքը հասարակ գիրք չի։ Ինքը Աստված է գրել։ Մարդը չի գրել։
Իսկ եթե Աստվածա գրե, ուրեմն մենք Աստվածային բաներ պետք է գտնենք մեր գրքի մեջ։ Ամեն։ Ուրեմն մենք հնարավոր է մենք տրտմում ենք ըստ գրի։ Մենք հնարավոր է գրում ենք, տրտմում ենք, նեղվում ենք ըստ գրի, որ ինչ որ մի բան անում կամ չենք անում, որ նայում ենք, որ գրված է ու մենք չենք անում։ Ու դա գալիս է մեր մոտ տրտմություն ու տանում է մեզ սպանել։ Հիմա, եթե մենք տրտմում ենք, որ մենք օրինակ բամբասում ենք, նախանձում ենք, ու հետագա տենց մեղքեր, երբ որ այդ ամեն ինչը գալիս է մեր մեջ, դա ճշմարիտ տրտմություն է։ Ու այդ տրտմությունը տանում է մեզ ապաշխարության։ Բայց այն տրտմությունը, որ մենք ապրում ենք ու անում ենք, որ ըստ գրի անենք, դա մեզ տանում է մահվան։ Մեր ուրախությունն ու տխրությունը պետք է կախված չլինի գրից անելուց, այլ մեր ուրախությունն ու տխրությունը պետք է կախված լինի հոգուց, Սուրբ Հոգուց։ Այսինքն մենք այնքան պետք է զգանք Սուրբ Հոգուն, որ մենք հասկանանք, հիմա մենք ինչի ենք տրտմած։ Մենք տրտմած ենք, որովհետև գիրը չենք պահում, թե մենք տրտմած ենք, որ մեր Աստծուն ենք նեղացնում։ Ես այսօր օրենքի ու շնորհքի մասին չեմ խոսում, որ ինքը մեծ վարդապետություն է, չեմ խորանում այդտեղ փրկության կամ բանի։ Ես ուզում եմ խոսեմ ուրախության ու տխրության մասին։ Նայեք Դավիթ թագավորը Սաղմոսների մեջ ասում է, քո օրենքը պահելը իմ բերկրանքն է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք օրենքից ու շնորհքից, մարդկանց մոտ միշտ հարց առաջանում. Ինչ հիմա մենք պետք է այլ օրենքը չպահենք։ Չէ, ասում եմ Դավիթ թագավորը ասում է, քո օրենքը պահելը իմ բերկրանքն է։ Այսինքն, ուրեմն մենք ո՞նց է այդ ամեն ինչը կատարվում։ Նայեք, առաջին պատվիրանը. սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ։ Հիմա, եթե մենք սիրում ենք մեր Տեր Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ ըստ գրի, այն ոչինչ է։ Պտուղ չի տա։ Լավ է, բայց պտուղ չի տա մեր հոգևոր կյանքում։ Եթե մենք սիրում ենք մեր Տեր Աստծուն Սուրբ Հոգով, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, մենք ունենում ենք այդ առաջի սերը, մենք ինքնըստինքյան կատարում ենք առաջի պատվիրանը։ Մենք սիրում ենք մեր Տեր Աստծուն։ Եթե դու եղբորդ ասում ես մի գողացի, եթե դու ասում ես եղբորդ մի գողացի ըստ գրի, դա անիմաստ է։ Բայց եթե դու ասում ես մի գողացի զուտները համար, որ մեր Տիրոջ անունն է, մենք քրիստոնյա ենք, մեր Տիրոջ անունը չհայովի, այդ ժամանակ Աստված էլ նայում է մեզ այդ ձև։ Եթե դու մարդուն քննում ես ըստ օրենքի, եթե մարդու քննում ես, դատում ես ըստ օրենքի, որ այս մարդը ինչ անում է կամ չի անում ըստ օրենքի, ուրեմն դու ըստ օրենքի էլ դատվելու ես։ Դու քեզ մտցնում ես դատապարտության մեջ։ Ասում է սիրիր եղբորդ քո անձի պես։ Եթե դու սիրում ես եղբորդ կամ դիմացինիդ ըստ գրի, այն անօգուտ է։ Եթե դու ըստ պարտավորվածության ես ինչ-որ մեկին սիրում, այն ոչինչ չի տալիս, այն պտուղ չի տալիս։ Բայց երբ որ դու ապաշխարում ես ու շարժվում ես Սուրբ Հոգով ու դիմացինից սկսում ես սիրել Սուրբ Հոգով, այն իհարկե պտղատու է։ Դրա համար Աստված նայում է մեր սրտի դիրքին։ Աստված գիտի, մենք ինչի համար ենք անում, մենք ինչի համար ենք սիրում մեր եղբորը, ինչի համար ենք կատարում այս պատվիրանը, այն պատվիրանը, ինչի համար ենք կատարում։ Պատվիր քո հորն ու մորը։ Պատվիրան ու երկար խոստումով, երկար կյանք կունենաս։ Եթե մարդ իր հորն ու մորը պատվում է զուտ, որ գրած է պատվիր քո հորն ու մորը, լավ է, բայց պտուղ չի տա։ Բայց եթե դու սիրուց դրդված, սիրո օրենքով պատվում ես քո հորն ու մորը, այն իհարկե պտուղ կտա։ Դրա համար Աստված միշտ նայում է սրտի դիրքին։ Եթե այսօր դու չես գողանում, որովհետև գրած է մի գողացիր, այն ոչինչ է։ Բայց եթե
քո մեջ արդեն գողանալը զզվանք առաջացնում, ուրեմն դու իրական ապաշխարություն ես վերապրել։ Ուրեմն Աստված տանում է քեզ դեպի աճ։ Դու հոգևոր աճում ես, եթե ինչ-որ մի մեղք քեզ տհաճ է։ Օրինակ, հավատացյալը ինչի չի հայոյում։ Եթե դու չես հայոյում, ինչա թե գրած է, մի հայոյիր, կամ լսել ես, որ պետք չի հայոյել, ոչ մի բան այդ։ Բայց եթե դու սկսում ես չհայոյել, որովհետև քո մեջ է Սուրբ Հոգին, ու դու անգամ տրտմում ես, երբ որ քո կողքն են հայոյում, նշանակում է քո մեջ Սուրբ Հոգի կա։ Նշանակում է դու արդեն վերապրում ունեցել ես։ Եթե դու վերապրում չես ունեցել, ինչքան ուզում է հայոյեն, եթե հին կյանքում հետ քո հայոյել են, հիմա էլ հայոյում են ու դու նորմալ ես համարում, չես տրտմում, նշանակում է դու չես ապաշխարել։ Դրա համար հարցը ոչ թե անել կամ չանելն է, հարցը քո ներսն է։ Աստված չի նայում, որ ես այսօր չեմ հայոյում, ուրեմն լավն եմ, ավելի լավն եմ, քան մնացածը։ Ոչ, Աստված նայում է, թե մենք այս կամ այն հարցին մենք ոնց ենք վերաբերվում։ Կամ մեր եղբոր անել կամ չանելուն։ Մենք ոնց ենք վերաբերվում։ Մենք սկսում ենք միանգամից դատել, դու ըստ օրենքի այս ինչն ես անում, երբ որ մենք դատում ենք, մենք այստեղ էլ դատվելու ենք։ Ուրեմն երբ որ մենք օրենքի կետից ենք մեր եղբորը, մեր դիմացինին ասում դու սխալ ես անում, նույն օրենքով ենք մենք դատվելու։ Բայց կա նաև սիրո օրենքը, որը որ Տերը տեսնում է, թե դու ինչի համար ես ուզում այդ եղբայրդ, քույրդ այդ ամեն ինչը չանի, ու ըստ դրա քո քայլերը կառուցում ես։ Օրինակ, հայր մերը, չէ, հայր մեր աղոթքը։ Աստված տվեց մեզ հայր մերը, բոլորս գիտենք։ Ինչ արեց մարդը։ Մենք ինչ արեցինք։ Մենք վերցրեցինք հայր մերը, սարքեցինք մի հատ թղթի վրա, սարքեցինք կուրկ ու ասեցինք այս աղոթքը։ Ու բոլորը սկսեցին այդ աղոթքը անել։ Գիտեք այդ անգիր աղոթքների մասին ինչ եմ մտածում։ Շատ եք չէ լսել անգիր աղոթքների մասին։ Օրինակ մեկին էս թուղթն են տալի, ասում են սենց կասես տտտտտ ու ամեն ինչ լավ է, ու աղոթք ես դու անում։ Գիտեք ինչի եմ նմանեցնում այդ աղոթքները, երբ որ ես գամ ձեր տուն, գամ խոսեմ, ասեմ, բարև ու իմ մտքերը ասեմ ինչ եմ մտածում, ոնց դարդերս պատմեմ ու թողեմ գնամ։ Ոչ մի բան ավել։ Այսինքն ես քեզ որպես կենթանի մարդ չեմ համարում։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ եմ ասում անգիր աղոթքների մասին, երբ որ խոսում ենք։ Ուղղակի նույն բանը կրկնում եմ։ Ու այդ ժամանակ դու ոնց որ մտնես մարդու տուն, դու խոսաս ու դուրս գաս։ Այսինքն քո դիմացինը կա չկա, քո համար միևնույն է։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, երբ որ աղոթում ենք, այն Աստված, որ ականջա տվե, լսում է։ Այն Աստված, որ բերանա տվե, խոսում է։ Մեր Աստված խոսում է, մեր սրտերին է խոսում։ Դրա համար ամեն աղոթելուց միշտ հիշեք, որ նաև դուք ում եք աղոթում ու ինքն էլ խոսալու բան ունի, ինքն էլ բան ունի քեզ ասելու։ Հնարավոր է լռի, բայց նաև միշտ մեր Աստված խոսում է։ Հնարավոր է ինչ որ մենք անում ենք, մեր քայլերը որ անում ենք, հնարավոր է մարդիկ քեզ զրպարտեն, մարդիկ քեզ բամբասեն։ Այն ինչ որ դու անում ես, դու գիտես դու ճիշտ ես անում, դու գիտես հանուն ում ինչի համար ես անում, բայց քո հետևից խոսում են, բայց քեզ բամբասում են, քեզ զրպարտում են, քեզ վիրավորում են, բայց քո ներսում դու գիտես դու ինչ ես անում, դու գիտես ում ես ծառայում։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, մի վախեցիր, շարունակիր այդ ամեն ինչը անել։ Անկամ եթե այդ ամեն ինչը սխալ է, վստահեցնում եմ քեզ, որ Աստված կտանի ճշմարտության։ Գիտեք որտեղից եմ ասում։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հալածում էր։ Անկամ երբ որ Ստեփանոսին սպանում էին, քարկոծում էին, Պողոս առաքյալը նրանց շորերն էր բռնում եւ նրանց սպանում էին, այսինքն մասնակից եղավ սպանությանը։ Ու ինքը էլի ուզում էր սպանել ժողովրդին, քրիստոնյա ժողովրդին, բայց ինքը դառավ Պողոս առաքյալ։ Բայց ինչի համար, որովհետեւ Պողոս առաքյալը իր սրտում ինքը գիտեր ինչ էր անում։ Իր սրտում ինքը գիտեր, որ ինքը հանուն Աստծո է անում, հանուն երկիր ստեղծող արարիչ Աստծո համար անում։
ու Աստված վերցրեց։ Ես վստահեցնում եմ ձեզ մուսուլմանների համար, Եհովայի վկաների համար։ Եթե մուսուլմանը անկեղծ 100%-ով փնտրի երկիր ստեղծող արարիչ Աստծուն, Քրիստոսը իրան կգտնի։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Եթե Եհովայի վկան, իր ավետարանած Եհովա, որ ասում է, եթե ինքը անկեղծ փնտրի մեր Աստվածաշնչին, Եհովա Աստծուն, ինքը կգտնի Քրիստոսին։ Քրիստոսն էլ իրան կգտնի։ Դա վստահելի է։ Իսկ մնացածը ուրեմն ինչ որ մի խապկանք է։ Ուրեմն 100% չի։ Մարդ եթե 100% հավատալով անկեղծ, որ ինքը Աստծո համար ինչ որ մի վատ բան անում անգամ, եթե անգամ Աստծո համար էլ է դա վատ, մարդու համար էլ է վատ, բայց ինքը իր գիտակցությունով ինքը գիտի հանուն Աստծո է անում, ես վստահեցնում եմ ինքը փոփոխություն է ապրելու։ Աստված գտնելու է իրան, Աստված փոխելու է իրան։ Ամեն։ Հավատում եք։ Ամեն։ Մենք տեսնում ենք մուսուլմաններին ու շատ ժամանակ նկատել է մեր հավատացյալները ասում են. «Վայ, մեր այդ մուսուլմանների նման հավատք ունենայինք»։ Ժողովուրդ, մենք նայում ենք դրսևանց։ Ես սկզբից էի խոսում, Աստված սիրտն է նայում։ Հնարավոր է մուսուլմանը օրը 70 անգամ ինքը չոքի վեր կանա, բայց իր մեջինը չչոքի։ Պատկերացնում եք, ինքը կռանա ու ինքը հպարտանա, որ ինքը կռանում է։ Ուրեմն մի ժամանակ կար աշխարհիկ գրականության էի տրվել ու մի անգամ կարդացի Բենջամին Ֆրանկլինի, գիտեք, $100 վրա էլ կա Բենջամին Ֆրանկլինի կենսագրությունը, այդպիսի գիրք կա։ Ու մի հատ այնց տողերի հանդիպեցի, որ իրոք սրտիս կպավ, կուզեմ հիմա կարդամ։ Նայեք ինչ է ասում։ Եթե ինձ հաջողվեր լիովին խոնար դառնալ, մի անտալ եմ կարդալու, որովհետև իրոք իմ սրտին կպել է, հավատում եմ ձեր սրտին էլ կկպնի։ Եթե ինձ հաջողվեր լիովին խոնար դառնալ, հավանաբար կհպարտանայի իմ խոնարհությամբ։ Պատկերացնում եք։ Ասում եմ, եթե ինձ հաջողվեր խոնար դառնալ, հնարավոր է ես էլի հպարտանայի իմ խոնարհությամբ։ Այսինքն մարդ կարա 70 անգամ աղոթի, չոքի ելնի ու ինքը իր մեջ հպարտանա, որ ինքը չոքում ելնում է։ Ու մենք առանց մտածելու երանի տանք իր հավատքին։ Մենք չպետք է երանի տանք մուսուլմանի հավատքին կամ որևիցե մեկի հավատքին։ Մենք պետք է երանի տանք մեր հավատքին, որ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Վերջ։ Մենք անգամ պետք է չնայենք մեր մարդ տեսակի։ Մենք պետք է նայենք Սուրբ Հոգուն, որ բնակվում է մեր մեջ։ Հավատում եք, որ Հոգին ձեր մեջ է, Սուրբ Հոգին։ Ինքը ձեր մեջ է, ինքը գալիս է քեզ ուղղելու, բարձրացնելու, օգնելու։ Ու հնարավոր է, երբ որ մենք 99 անգամ ողորմություն տանք ինչ-որ մեկին, բայց 100-րդի համար արդեն հպարտանանք, որ մենք ողորմություն ենք բաժանում։ Այս խոսքս, եթե սկզբից մինչև վերջ մենք հիմա վերլուծենք, խոսքս նրա մասին է, որ մենք ամեն ժամանակ պետք է քննենք ինչի անգամ ողորմություն տալուց։ Ես ինչի եմ մեկին ողորմություն տալի։ Անգամ եթե դու 99 անգամ ողորմություն ես տվել մաքուր սրտով, դու չպետք է հանգստանաս։ Դու պետք է 100-րդն էլ ուշադիր լինես, որ դու մաքուր սրտով այդ ամեն ինչ անես, որովհետև դու կընկնես ծուղակը ու կսկսես հպարտանալ։ Շատ ժամանակ մենք ինչ-որ բաներ անում ենք ու մտածում ենք, որ սա ընդունելի է Աստծուն, ու իրոք դա ընդունելի է ինչ-որ ժամանակ Աստծուն, բայց մենք չենք մտածում, որ մեր Աստված կենդանի Աստված է, ու հնարավոր է, որ մեր Աստված կանգնեցնի, ասի վերջ, էլ քեզնից էս չեմ ուզում։ Հիմա ուրիշ բան եմ ուզում։ Մենք մեր Աստծուն պետքա չդնենք ստանդարտների մեջ, քառակուսու մեջ, որ Աստված այսպես է, իրան պետքա մոտենալ այսպես, իրան պետքա այս խոսքեր ասես, իրան պետքա ու վերջ։ Չէ, Աստված ինքը կենդանի է, ինքը սպասում է կենդանի հարաբերության։ Ու հնարավոր է այդ հարաբերության ժամանակ ասի ստոպ։ Նայեք, մարդկանց ասել էր զոհաբերություններ արեք։ Մարդկանց ասել էր զոհաբերություններ արեք, որպեսզի ներում ունենաք, ու տարեց տարի ներում էին ունենում։ Եվ մի պահ եկավ, որ Աստված ասեց ստոպ, զոհ պետք չի, գառը զոհել է, իրական գառը, էլ պետք չի։ Մարդիկ ասում են, չէ, եթե Աստված մի անգամ ընդունել է, էլի ընդունել։
ու անընդհատ էլի զոհաբերություններ։ Ու շատ կարևոր է մենք ուշադիր լինենք Սուրբ Հոգու հետ հարաբերության։ Այն ինչ որ դու անում ես, հնարավոր է Տերը ասի մի վարքան, ստոպ։ Ու հնարավոր է Տերը մեզ մի բան ասում, ու մենք մեր անհնազանդությունը փոխում ենք մեկ այլ բանով, Տիրոջը ուրիշ բան մատուցելով։ Տերը մեզնից մի այլ բան է ուզում, բայց ինչա թե մենք էդի չանենք, մենք ուրիշ լավ բանով ուզում ենք փոխհատուցենք Տիրոջը, մտածելով, որ Տիրոջը կխաբենք։ Օրինակ բերեմ, Սավուղ թագավորը։ Աստված մարգարեի միջոցով Սավուղ թագավորին ասեց, պատերազմի ժամանակ կվերացնես ամեն ինչ։ Սավուղը վերացրեց ամեն ինչ, բացի կենդանիներից։ Սամուել մարգարեն եկավ ասեց, այդ ինչ ձայներ են, կենդանիների ձայներ ես։ Ասեց, պահել եմ սրանց քո Տեր Աստծուն զոհ մատուցելու համար։ Նայեք ինչ լավ բան է, չի ասում, զոհի համար եմ պահել, լավ բանի համար եմ պահել։ Այսինքն ինքը իր անհնազանդությունը ծածկելու համար մի հատ ուրիշ իբր լավ բան բերեց։ Ինքը լավ բան էր, եթե ուրիշ ժամանակ արվեր, բայց ինքը անհնազանդության մեջ փոխարինեց։ Ինչի համար այս օրինակը։ Հնարավոր է Սուրբ Հոգին խոսում է, ես հավատում եմ համ ձեր հետ, համ էլ իմ հետ ամեն ժամանակ։ Ու իմ հետ շատ ժամանակ ա եղել, որ ինձ խոսացել է ու ես ասել եմ չէ, կամ քո խոսքը չի, կամ երբ որ միշտ մտածել եմ ինքը սենց ենք անում Աստծո հանդեպ, ու մեկ էլ ասում ենք, մեկ էլ մի հատ միտք է գալի կամ սրտիդ դրվում է, որ չէ, ստոպ, ասում ենք, չէ, ուրեմն սատանան է։ Բայց չէ, հնարավոր է Տերը քեզ ասի ստոպ, ու մենք ուշադիր պետքա ճկուն լինենք, ամեն ժամանակ լսենք, տենանք Տերը, այս հիմա շարունակում ընդունել մեր արածները, կամ մենք ինչ ենք անում, ու նոր շարունակենք։ Օրինակ մեր առօրյայում դա ոնց է նկատվում, օրինակ եկեղեցու հովիվը որոշում է, ասում է ուրեմն առավոտյան կամ երեկոյան կապ չունի առավոտյանը, որոշում ենք աղոթք անել։ Մենք պետք է աղոթք անենք, եկեղեցին աղոթք ան։ Ու շատ եմ նկատել, որ կան քույր եղբայրներ եղել են, իմ ասել եմ, ինչի՞ չես մտնում աղոթքի, ասում է, այդ ժամանակ ես ուզում եմ իմ հետ առանձնանամ Աստծո հետ։ Նայեք, Աստված ինչ ասում, ասում է, միաբան եղեք եկեղեցում, հնազանդվեք գերեցներին, հիմա մի հատ բան է կատարվում եկեղեցում, դու ասում ես, չէ, ես Տիրոջ հետ առանձին պետք է լինեմ։ Ու դու դուրս ես գալիս համ միաբանությունից, համ հնազանդությունից։ Ավելի կոնկրետ իմ օրինակը բերեմ։ Ապաշխարել էի, մի որոշ ժամանակ արդեն ինչ որ մի փոքր աճել էի, խոսքը գիտեի, ու ինչ էի ասում, ինձ հովիվ պետք չի։ Ես կանգնում հայտարարում էի, հովիվ եմ լինել, ասում էի, դու իմ հովիվը չես։ Ես հովիվ ունեմ, իմ Աստվածն է։ Ու տենց շարունակում էի, ու տենց էլ ասում էի մարդկանց տարբեր տեղերում, ես իմ հովիվ։ Բայց Աստված ինչ է ասում։ Այսինքն նայ, Աստված ուրիշ բան ասում եմ, չէ, գիտես ինչ կա, ես քեզ սենց եմ ուզում քեզ ծառայել։ Աստված ասում է, ես ձև եմ դրել եմ եկեղեցի, դրել եմ հովիվ, դրել եմ ուսուցիչ, ավետարանիչ, դրել եմ, էս է իմ ձևը։ Չէ, գիտես ինչ կա, Աստված չէ, ես շրջանցեմ, գառներին պահել եմ, որ քեզ զոհ մատուցեմ։ Աստված ասում է, չէ։ Ու Աստված եկավ, ասեց ինձ, չէ։ Չէի նախատեսել այս վկայությունը, բայց հիմա ասեմ, որ հավատում եմ Տերն է դնում սրտիս։ Ուրեմն այդ ինչպես եղավ այդ փոփոխությունը։ Երևի բոլորիդ է հետաքրքիր կլինի, թե ոնց եղավ, որ դա կոտրվավ, որ ես արդեն հովիվին ասում եմ հովիվ, ընդունում եմ երեցներին, ընդունում եմ ավետարանիչներին, ուսուցիչներին, ոնց եղավ այդ։ Ուրեմն կարդում եմ 5 կտակարանը, ուրեմն Աբրահամ, Սառա, Հագար, Հագարը Աբրահամի հարճն էր։ Ուրեմն երբ որ կարդում եմ Հագարը հղիացավ, իրանց ծառան էր։ Գրված է Սառան, որ իր տերն էր, իրանից բարձր էր։ Գրված է Հագարը հղիացավ Աբրահամից եւ Սառան արհամարվեց։ Սառան իր աչքում արհամարվեց։ Այսինքն ծառան հղիացավ իր տիրոջից, այս մյուս տերը արհամարվեց իր աչքին։ Ժողովուրդ, երբ որ Տերը խոսում է, որ լսել եք պայթյուն, այդ տենց է լինում։ Ու դու այդ մի վարքանի դու գիտես ամբողջը։ Ու Աստված քո հետ խոսում է։ Հերթով չի ասում, գիտես, սա է։ Չէ, դու մի անգամից այդ բանը իմացար, այդ ինչ է նշանակում։
Ինչի համար եմ ասում, որովհետև լինելու է ձեր հետ, ու դուք զգալու եք այդ ինչա կատարում, երբ որ Աստված է խոսում, դու վստահ գիտես ու առանց կասկածի, որ սա Աստված խոսած եւ վերջ։ Այդ ժամանակ Աստված ինձ ասեց. երբ որ դու այդքան իմաստություն էիր խնդրում, ու ես իրոք շատ էի խնդրում, ես ամեն օր իմաստություն էի խնդրում, ես անգամ հիվանդ վիճակում, ես չեմ խնդրել իմ համար առողջություն։ Չէ, ես խնդրել եմ իմաստություն։ Միակ բանը, որ ես Տիրոջից խնդրում եմ, իմաստություն։ Անընդհատ իմաստություն։ Ու գիտեք ինչ ասեց Տերը։ Ասեց, երբ որ դու ինձնից իմաստություն խնդրեցիր, դու իմաստությունով հղիացար, հովիվդ քո աչքին արհամարվեց։ Ջարդվավ։ Մի անգամից։ Ամեն բան ջարդվում է այդ բան, երբ որ Աստված է խոսում։ Մի անգամից վերցրեցի հովիվ Էմիլին հավաքեցի, զանգեցի, ասեցի կներես։ Վերջ։ Դու ես եկեղեցու հովիվը, ես քեզ ընդունում եմ ու հարց չկա։ Ու այդ օրվանից ամեն ինչ լրիվ ուրիշ ձև փոխվեց։ Ամեն։ Մի բան եմ ուզում ասեմ, հնարավոր է որ դու ինչ որ մի բան մտքիդ կա սկսելու, անելու, ինչ որ մի բան ուզում ես անես, բայց վախենում ես։ Ուզում ես գործողություններ անես, հոգևոր դաշտում։ Իհարկե հոգևոր դաշտի մեջ եմ խոսում, բայց դու ասում ես, չգիտեմ, սկսեմ թե չէ։ Հնարավոր է սխալ է, հնարավոր է Աստծո կամքը չի։ Ես չգիտեմ, սա Աստծո կամքն է, որ ես անեմ, թե չէ։ Շատ է լինելու ձեր մեջ, եթե նոր եք սկսե, էդի սկզբից անընդհատ գալիս է։ Եթե ես այս միկրոֆոնը իջացնեմ, արդյոք Աստծո կամքն է, բարձրացնեմ, արդյոք Աստծո կամքն է։ Ու էդի անընդհատ մեր մինչև ինչ որ դու հոգով աճում ես։ Էդի լինելու է։ Բայց եթե դա կա, քեզ քաջալերում եմ։ Ինչ կա, որ դու ուզում ես անես Աստծո համար, անկեղծ սրտով, Աստված սրտի տա նայելու, դու արա։ Ես վստահեցնում եմ նորել Պողոսի օրինակով բերեցի, որ Աստված քեզ քո այդ վիճակից, անգամ սխալ, 100%-անոց սխալ, Աստված վերցնելու է ու օգտագործելու է իր փառքի համար։ Ամեն։ Ուրեմն իրար եկեք քաջալերենք, երբ որ քույր եղբայրն էլ ինչ-որ բան ուզենա սկսի, ինչ-որ մի բան անի հոգևոր դաշտում, չասենք դա հարցրել ես արդյոք Աստծո կամքն է, դու աղոթել ես, արա, աղոթքով արա, ամեն, բայց արա, գործենք, եկեք գործենք, ու մեր արած գործերը, երբ որ անենք, Աստված կվերցնի ու կփոխի, ամեն, եկեք վերջում կխնդրեմ փառաբանության երկրպագության խումբը գա, որ նորից երկրպագենք, այդ մի երգը նոր յուղ է, եթե հնարավոր է, Ռոբ ջան, ինչի համար եմ ուզում նոր յուղը նորից երգենք, նայեք, մենք եկանք, մենք գալիս ենք միշտ, հավաքվում ենք, բացում, Զոհի խոսք, Անցայի խոսք, այս խոսքը, փառաբանություն ու երկրպագություն, հնարավոր է մենք մի բան մտել ենք ավտոմատացման մեջ, ու հնարավոր է մենք այսօր ուղղակի արեցինք, ես այսօր ուղղակի խնդրում եմ, որ հիմա, այսքան խոսելուց հետո, այս խոսքը ուղղակի չէր, այս խոսքը, երբ որ ես խոսք եմ պատրաստում, Տիրոջը խնդրում եմ, ասում եմ, Տեր, մի բան են ինչ-որ քո ժողովրդին պետք կգա, ես հավատում եմ, որ Տերը մի բան կփոխի, որ մենք կսկսենք ամեն անգամ մեզ հիշացնել, Տերը Սուրբ Հոգով կհիշացնի, արդյոք մենք իր հոգով ենք շարժվում, թե ավտոմատացված,